Ռուսաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության կարգավորման գործում, այս հարցի շուրջ շփումներ են տեղի ունեցել, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է RBK-ի թղթակիցը։ Պեսկովին հարցրել են, թե արդյոք միջնորդության վերաբերյալ շփումներ են նախատեսվում։ Դուք գիտեք, որ Պուտինը վերջին մի քանի օրերի ընթացքում մի քանի կարևոր հեռախոսազրույցներ է ունեցել, ասել է նա։ Մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը բաժանվել է ճամբարների, տեղի ունեցողը դատապարտողների և աջակցողների։ Մենք դա փաստում ենք, ընդգծել է նա։ Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Պեսկովն ասել է, որ Ռուսաստանում իրանական ուրանը պահելու առաջարկը մնում է ուժի մեջ, սակայն ռազմական գործողությունների սկսվելու հետ մեկտեղ իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը բարդացել է։ Ավելի վաղ ասվում էր, որ Ռուսաստանը կարող է Իրանից հարստացված ուրանն ընդունել։ Այս առաջարկը մնում է սեղանին, այն մնում է արդիական, բայց իհարկե ռազմական գործողությունների սկսվելով իրավիճակը լրջորեն բարդացել է, ասել է Պեսկովը։